Բարև ձեզ հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ Microsoft Excel on-line դասընթացներ Facebook-յան իմեջում, իմ անունն է Մայիս Մարգարյան և մենք շարունակում ենք մեր ծանոթացումը հրաշալի այս ծրագրի, դրա հնարքների և գործիքների հետ։ Այսօր էլ ձեզ կծանոթացնեմ հետաքրքիր մի հնարքի հետ, որը բավականին քիչ է հայտնի, սակայն ունի մեծ և արդյունավետ էֆեկտ։ Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, նկարագրեմ այնպիսի մի իրավիճակ, երբ այդ գործիքը կիրառելի է։ Ունենք այսպիսի մի աղյուսակ, որը նկարագրում է մեր վարկառուներին, նրանց կողմից պահանջվող վարկը, ժամկետը, տոկոսը, ինչպես նաև այն ինֆորմացիան, թե ինչ եկամտի են, ամսական եկամտի են նրանք տիրապետում։ Վերջին GC-յան մեջ հաշվում ենք մի գործակից, որը նկարագրում է վարկի ամսական մուծման մեծության և վարկառուի եկամտի հարաբերությունը։ Եթե այդ հարաբերությունը փոքր է 30-ից, ապա այստեղ գրելու ենք 1, բայց ոչ տոկոսային ֆորմատով։ 1, ահա։ Հակառակ դեպքում 0։ Եվ ահա փորձենք առաջին կամ երկրորդ վարկառուի համար անել այդ գործողությունը։ Այդ գործակիցը հաշվելու համար անհրաժեշտ է պարզել վարկառուի ամսական մուծման չափը, որի համար մեր երկրորդ շիթում հավասարաչափ մարումներ կոչվող շիթում կա այսպիսի ֆորմա։ Մուտքագրում ենք ինֆորմացիան և ստանում ենք ամսական վճարի մեծությունը։ Վարդանյան Հովսեփի համար այդ ինֆորմացիան տեղափոխենք։ Վարկի գումարն այստեղ, տոկոսը այստեղ, վարկի ժամկետը copy-paste այստեղ և ստացանք 108,310 դրամ։ Համապատասխան դաշտում 108,310 դրամը կբաժանենք եկամտի մեծությանը, կտանք տոկոսային ֆորմատ և կստանանք 54%։ Այսինքն, տվյալ դեպքում անհրաժեշտ է այստեղ լրացնել 0 թիվը, չի բավարարում պայմաններին։ Խնդրեմ, եթե այս աղյուսակը մեծ է և պարունակում է բազմաթիվ վարկառուներ, ապա շատ հոգնեցուցիչ և սխալների ռիսկով լի կլինի ամեն անգամ այս ինֆորմացիան պատճենել, տեղափոխել այստեղ, նմանատիպ բազմաթիվ գործողություններ անել շատ հոգնեցուցիչ է։ Այնինչ կարելի է անել այնպես, որ այս երկու շիթերի ֆորմաները տեղավորվեն մեկ էկրանում և մենք միաժամանակ տեսնենք դրանք երկուսը։ Գործողությունները կատարենք առանց շիթերից շիթեր տեղափոխություն անելու։ Թե ինչի մասին է խոսքը, ես հիմա ցույց կտամ։ Դրա համար անհրաժեշտ է անցնել View ներդիրին և սեղմել հետևյալ գործիքը New Window, նոր պատուհան։ Սեղմեցի և այստեղ տեսնում ենք, որ արդեն ունենք Excel-ի երկու նշան, հավասարաչափ մարումներ, որը մեր ֆայլի անունն էր 1 և հավասարաչափ մարումներ 2։ Սրանք ոչ թե տարբեր ֆայլեր են, այլ պարզապես նույն ֆայլի երկու բացված պատուհաններ են։ Եթե այսքանից հետո մենք անցնենք Arrange All գործիքին և ընտրենք օրինակ ուղղահայաց դասավորություն տարբերակը, սեղմենք OK, մեր ֆայլի երկու նույն պատուհանները կհայտնվեն մեկ էկրանում։ Մեկում կանցնենք հավասարաչափ մարումներ ֆորմային, մյուսը կթողենք մեր աղյուսակը։ Այստեղ մի քիչ մասշտաբը կփոքրացնենք և տեսնենք, թե որքան ավելի արդյունավետ է այս ինֆորմացիան տեղափոխել առանց մի էկրանում շիթից շիթ տեղափոխվելու։ Տեսնենք օրինակ Գրիգորյան Մարիամի օրինակ։ Նրա ինֆորմացիան տեղափոխենք այստեղ, տոկոսը այստեղ, ժամկետը այստեղ և ստացանք մեր ամսական վճարը։ Մեզ անհրաժեշտ գործակիցը արդեն
կհաշվենք այստեղ, նույնիսկ պետք չէ հիշել թիվը, քանի որ նույն պատուհանում արդեն տեսնում ենք 87,893-ը բաժանած նրա եկամուտներին։ Այստեղ տոկոսային ֆորմատ կհաղորդենք կրկին, որպեսզի հասկանենք ինչ կա 44% կրկին մեծ է 30%-ից, հետևաբար չի բավարարում եւ կլրացնենք 0։ Այսպես, կարծում եմ այս գործիքի էֆեկտը արդեն ձեզ հասկանալի եղավ, թե ինչքան ավելի արդյունավետ է մեկ էկրանի մեջ աշխատել նույն ֆայլի երկու տարբեր շիթերի հետ, մանավանդ երբ մեկից ինֆորմացիան պետք է անընդհատ տեղափոխվի մյուսի մեջ։ Հարգելի ընկերներ, շարունակեք հետևել Facebook-յան մեր էջին, որը կոչվում է Microsoft Excel on-line դասընթացներ։ Դրա լինքը դրված է անմիջապես YouTube-յան այս տեսահոլովակի տակ մեկնաբանություններում։ Ձեր ընկերներին հորդորեք անել նույնը, քանի որ հետևելով մեր էջին մենք կստանանք փոխադարձ օգուտ։ Ինչպես նաև ծանոթացեք մեր կողմից կազմակերպվող վճարովի դասընթացներին 3 մակարդակներով Excel սկսնակների համար, խորացված Excel եւ վերջապես ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ Excel դասընթացը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում, հարգելի ընկերներ։